Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության գաղտնիքներ, քննարկում բժշկության կարևորագույն թեմաներ, օգնում ձեզ ձեռնարկել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման համար։ Տաղավարում ես եմ Ռիփսիմե Պոդոսյանը, Նյարդաբան։ Ինչպես միշտ հաղորդումը սկսենք օրվա անոնսով։ Այսօր դիտեք, ինչ հիվանդություն է հեմոֆիլիան, որոնք են հիմնական ախտանշանները եւ արդյոք Հայաստանում հասանելի են հեմոֆիլիայի բուժման միջազգային ստանդարտները։ Ինչ ախտանշաններով կարող է արտահայտվել մարդու պապիլոմավիրուսը եւ երբ է կարեւոր դիմել մասնագետի։ Որքանով են կարեւոր երեխաների սկրինինգները եւ ինչ ծուգումներ են ներառված տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Ինչպես է կատարվում շրթունքի կոնտուրային պլաստիկան եւ ինչ արդյունք է կարելի ակնկալել։ Որոնք են ամենահաճախ հանդիպող ատամների եւ լնդերի հիվանդությունները։ Ինչպես կարելի դրանք կանխարգելել։ Ապրիլ ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես հեմոֆիլիայի իրազեկման ամիս, եւ սա լավ հնարավորություն է անդրադառնալ մի հիվանդության, որը շատերը նույնիսկ չեն լսել, սակայն շատ ընտանիքներ բախվում են այս հիվանդությանը։ Հեմոֆիլիան բնածին հիվանդություն է, որի դեպքում խանգարվում է արյան մակարդման բնական գործընթացը։ Արդյոք հեմոֆիլիայով ապրելը նշանակում է ապրել սահմանափակումներով, արդյոք ժամանակակից բժշկությունը նորագույն մեթոդներով նոր բուժումներ առաջարկում է թե ոչ, այս եւ շատ այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք մեր գլխավոր հյուրի հետ։ Մեր հյուրն է պրոֆեսոր Յուլիանի անվան արյունաբանական կենտրոնի, հեմոֆիլիայի եւ տրոմբոզների կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, արյունաբան հեմոստազիոլոգ Հեղինե Խաչատրյանը։ Ողջույն բժշկուհի Խաչատրյան։ Այսօր ընտրել ենք այս թեման, հատկապես որովհետև ապրիլը հենց հեմոֆիլիայի իրազեկման ամիս է, եւ շատ լավ գիտենք, որ դուք այս ոլորտում, ինչու ոչ, ամբողջ հեմատոլոգիայում եւ հեմոֆիլիաների թեմաներում կարելի ասել առաջատար մասնագետներից եք։ Խնդրեմ, ինչպես կմեկնաբանեք, ինչ է իրենց ներկայացնում հեմոֆիլիան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է, փոխանցվում է մայրերից որդիներին։ 30% դեպքերում մայրը կարող է կրող չլինել, տղաները հիվանդանում են, մայրերը կրող են, բայց 30% դեպքերում մայրերը կարող են կրող չլինել եւ հղիության ընթացքում մուտացիայի հետևանքով այդ ընտանիքում առաջին անգամ հեմոֆիլիա հիվանդությունը ի հայտ գա։ Հեմոֆիլիան մտնում է աշխարհի 7 թանկարժեք հիվանդությունների մեջ, բժշկասոցիալական խնդիր է։ Հետաքրքիր է հնչում, այսինքն այստեղ վարումն է դժվար, ապրելակերպն է ավելի բարդանում եւ իրոք սահմանափակումներ է ուղեկցվում, ինչու այն կոչվում այդ դժվարամատչելի եւ թանկարժեք հիվանդություն։ Ինչու, որովհետև արյան մակարդելիության գործոնների դեֆիցիտով պայմանավորված հիվանդություն է եւ բուժման միակ միջոցը անբավարար գործոնի ներերակային ներարկումն է, այսինքն հակահեմոֆիլային պատրաստուկներն են։ Հիվանդությունը դրսևորվում է զանազային բնույթի արյունահոսություններով, խորոչային արյունազեղումներով, ներքին արյունահոսություններով եւ արյունականք միակ միջոցը հակահեմոֆիլային պատրաստուկն է այս պարագայում, հետեւաբար այդ պատրաստուկը ստանալու համար շատ մեծ փուլեր են անցնում դեղագործական ընկերությունները։ Սովորաբար աշխարհի բոլոր երկրներում հեմոֆիլիան գտնվում է պետության հովանու ներքո, Հայաստանում նույնպես պետության հովանու ներքո է եւ մեր բոլոր հիվանդները ստանում են հակահեմոֆիլային պատրաստուկներ, երաշխավորված են մեր կողմից եւ պետությունն է հոգ տանում։ Անվճար հիմունքներով։ Այո, անվճար հիմունքներով։ Արդյոք ճիշտ եմ հասկանում, որ վաղ փուլերում եւս ախտորոշումը հնարավոր է, բայց կարող է մարդ ապրել հեմոֆիլիայով եւ չիմանալ այդ մասին, մեկ էլ մի տարիքում ի հայտ գալ, թե վաղ մանկական հասակից արդեն պարզ է հիվանդության մասին։ Գիտեք ոնց է, եթե հիվանդության ծանր կամ միջին ծանրության տեսակներն են, հիվանդությունը անմիջապես դրսևորվում է, այո, հիվանդությունը դրսևորվում է նույնիսկ ծննդաբերությունից հետո։ Վաղ մանկական տարիքում որքան ծանր է անբավարար միջոցը ֆակտորի մակարդակը արյան մեջ, այդքան շուտ է դրսևորվում հիվանդությունը։ Օրինակ ունենք հիվանդներ, որոնց մոտ հիվանդությունը դրսևորվում է 40 տարեկանում, հետվիրահատական սկսում են արյունահոսել եւ այդ այսպես ասած լատենտ հեմոֆիլիան է եւ մակարդելիության գործոնների ցանկացած գործոնի դեֆիցիտ հեմոֆիլիայի մի տեսակ է։ Այսինքն հեմոֆիլիան մի տեսակ չի, մի քանի ձևի հեմոֆիլիաներ գոյություն ունեն։ Այո։ Սովորաբար, ինչպես ասեցիք, ավելի շատ ախտանշանները հենց արյունահոսությունների, արյունազեղումների տեսքով են դիտվում։ Հիմնական ախտանշանները սրանք են, թե կան այլ, որոնք պետք է նաև մեր հեռուստադիտողները իմանան։
Հեմոֆիլիայի նրբությունը այն է, որ խոռոչային արյունազեղումները, մասնավորապես խոշոր հոդերի ներհոդային արյունազեղումները հանգեցնում են հոդի դեֆորմացիային, դեֆիգուրացիային, որը հանգեցնում է հաշմանդամության։ Այսինքն սա ֆիզիկական թերության հանգեցնող հիվանդություն է եւ հիվանդները ունեն դեստրուկցիաներ, դեստրուկտիվ հեմոֆիլային օստեոարտրոզներ, որը խանգարում է նրանց լինել հասարակության լիիրավ անդամ։ Եթե կարելի է մի փոքր մանրամասնեք այս բուժման մոտեցումները, ինչպես հասկացա, ոչ բոլորն են, որ ամբողջ կյանքում են ստանում, միանվագ են դրանք, մի ինչ որ կարճ ժամանակահատվածում են սահմանափակ ստանում եւ հետո զերծ մնում դեղորայքից, թե սա մշտապես ամբողջ կյանքում ստացվող պատրաստուկներ են, որոնց մասին դուք նշեցիք։ Դա եւս կախված է հիվանդության ծանրության աստիճանից, ծանր եւ միջին ծանրության ձևերը կարիք ունեն նախապես կանխարգելիչ բուժման, այսինքն նրանք նախապես այդ դեղերը պետք է ստանան եւ խնդիր չունենալ, իսկ հիվանդության թեթև ձևերի պարագայում ըստ անհրաժեշտության, այսինքն ունենք արյունահոսություն, արյունականգ միջոց օգտագործում ենք հակահեմոֆիլային պատրաստուկը։ Հիմնականը կանխարգելիչ թերապիան է, այսինքն նախապես հիվանդը պիտի ստանա, որպեսզի կարողանա մարզվի, քայլի, վազի, հեծանի վարի եւ խնդիր չունենա։ Սովորաբար այդ հիվանդներին խորհուրդ ենք տալիս զարգացնել մենտալ ունակությունները եւ ավելի շատ հաջողության են հասնում, երբ ընտրում են մասնագիտություն, որը մենտալ ունակությունների հետ կապ ունի։ Եվ քչերն են ավելի շատ մտավորի վրա, ոչ թե ֆիզիկական, հասկացա։ Այս պայն բժշկուհի Խաչատրյան առաջարկում եմ դիտել ձեր օգնությամբ իսկ մեր պատրաստած տեսանյութը, որից հետո կանրադառնանք ավելի մանրամասն։ Մեր ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, 98 թվականին դարձել է հեմոֆիլիայով հիվանդների համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ եւ այդ օրվանից սկսվել է մեր աշխատանքները այդ ֆեդերացիայի հետ։ Ֆեդերացիայի օգնությամբ 2003 թվականին համաշխարհային ֆեդերացիայի եւ մեր կառավարության միջև իդեմս առողջապահության նախարարության հուշագիր է ստորագրվել եւ ըստ այդ հուշագրի ստեղծվել է մեր կենտրոնը, հեմոֆիլիայով հիվանդների բուժման կենտրոնը։ Համաշխարհային ֆեդերացիայի օգնությամբ մեր բժիշկները եւ բուժքուրերը վերապատրաստվել են արտասահմանում, որից հետո սկսվել է մեր կենտրոնի աշխատանքները։ Իրենք մեզ օգնում են հումանիտար օգնությամբ։ Կառավարությունը 2006 թվականից սկսեց փոքր քանակությամբ դեղամիջոցներ 8-րդ եւ 9-րդ ֆակտոր գնել, բայց դա այնքան փոքր քանակություն էր, որ դա բավարար էր ընդամենը 1 հիվանդի 1 տարվա համար։ Իսկ համաշխարհային ֆեդերացիան մեզ հումանիտար օգնությամբ օգնում էր, որպեսզի մեր բոլոր հիվանդների բուժումը գոնե մինիմալ մակարդակով կատարվի։ Հիմա արդյունքներն ավելի բարձր են, ունենք կենտրոն, վերապատրաստված բժիշկներ, բուժքուրեր, ախտորոշման կենտրոն, որտեղ ունենք լաբորատոր բժիշկ եւ իհարկե մենք շարունակում ենք ավելի ընդլայնել եւ դարձնել ավելի մեծ բուժման հնարավորություններով կենտրոն։ Մենք համարյա զարգացող երկիր ենք, բայց համարյա զարգացած երկրի նման մենք համապատասխան բարձր մակարդակի բուժում ենք իրականացնում։ Good evening. I'm very pleased. Բարի երեկո։ Ուրախ եմ գտնվել այստեղ եւ հարցազրույց տալ հայկական Շանթ հեռուստաընկերությանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շանթ TV-ին, Հայաստանում, տարածաշրջանի եւ աշխարհի այլ երկրներում հեմոֆիլիայով հիվանդերին տրամադրվող բուժօգնության մասին խոսելու հնարավորություն տալու համար։ Ես դոկտոր Ասադ Հաֆարն եմ, հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի բժշկական գծով եւ մարդասիրական օգնության բաժնի ղեկավարը։ Ֆեդերացիան գտնվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում, սակայն այն միջազգային կառույց է եւ ունի 152 անդամ կազմակերպություն։ Մենք ունենք գրեթե նույն կառուցվածքը, ինչ Միացյալ Ազգերի կազմակերպությունը։ Մենք ունենք անդամներ, գլխավոր ասամբլեա, որը հանդիպում է ամեն տարի քննարկելու հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնական քաղաքականության ուղղությունները։ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան հիմնականում կարողությունների զարգացմանը միտված կազմակերպություն է, սակայն 10 տարի առաջ մենք սկսեցինք լայնածավալ հումանիտար ծրագիր, որը նախատեսված է կարիք ունեցող երկրներին նվիրաբերել հեմոֆիլիայով եւ արյան մակարդելիության այլ խանգարումների համար նախատեսված դեղամիջոցներ անհրաժեշտ բացը լրացնելու համար։ Մենք ձգտում ենք հասնել մեր նպատակին, որն է բուժում հասանելի բոլորին այն բոլոր երկրներում, որտեղ նվիրաբերվում են արյան գործոնները։ Մենք այստեղ Երևանում եղել ենք հեմոֆիլիայի կենտրոնում։ Շրջայց կատարելով այս կենտրոնում, մասնավորապես նոր արյան բանկում, ես իսկապես կցանկանայի նշել, որ երկրի կառավարությունը կարողացել է ստեղծել ժամանակակից հեմոֆիլիայի կենտրոն եւ արյան փոխներարկման կենտրոն։ Մենք ականատես եղանք նոր կենտրոնների, նոր գույքով եւ հագեցվածությամբ,
որտեղ հնարավոր է իրականացնել հեմոֆիլիայի հետ կապված հետազոտությունները ամբողջ ծավալով։ Արյան փոխներարկման կենտրոն, որը հսկայական աշխատանք է իրականացնում, ապահովելով ամբողջ երկրի արյան ծառայության պահանջները։ Միևնույն ժամանակ տեսանք հեմոֆիլիայի ասոցիացիայի աշխատանքը, որ արձագանքում է հիվանդների կարիքներին, պաշտպանելով նրանց շահերը, կրթելով եւ իրազեկելով։ Եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնք մենք այցելել ենք, ապա պետք է նշենք, որ Հայաստանը հասել է բավականին բարձր մակարդակի արյան համակարգի հիվանդությունների բուժման, ժառանգական արյան մակարդման խանգարումների, թրոմբոզների եւ հեմոստազի խնդիրների լուծման հարցում։ Այսպիսով, մենք շատ ուրախ ենք շարունակել այս ճանապարհը մեր հայ գործընկերների հետ եւ առաջարկել 5 տարվա ծրագիր, որով հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան կհամագործակցի ՀՀ կառավարության, մասնավորապես առողջապահության նախարարի, բուժաշխատողների եւ ասոցիացիայի հետ։ Մենք կկենտրոնանանք հեմոֆիլիայի ախտորոշման հնարավորության վրա նաեւ մարզերում, կազմակերպելով մարզերի եւ մայրաքաղաքի բժիշկների վերապատրաստումները, ուսուցումը, ուղղված հեմոֆիլիայի եւ հեմոֆիլիայով մարդկանց մոտ արյունահոսության կառավարմանը, օգտագործելով վերջին ժամանակակից դեղորայքը եւ վերջապես աշխատել մասնագետների հետ ստեղծելու համար ազգային ռեգիստր, օգտագործելով մեր համաշխարհային արյան մակարդման խանգարումների ռեգիստրը, որը կարող է շատ հարցերի պատասխան տալ հեմոֆիլիայով զբաղվող մարդկանց։ Ամփոփելով ասեմ, որ մենք ունենք շատ լավ եւ խոստումնալից ծրագիր, որը կիրականացնենք միասին հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Իշա հեմոֆիլիայով մարդկանց, ինչը եւ մեր եւ առողջապահական մարմինների հիմնական անհանգստությունն է։ Դե ինչ, դիտեցինք տեսանյութը, խնդրեմ պատմեք այս հետաքրքիր համագործակցության մասին։ Մենք կազմում ենք հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մի մաս։ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան ստեղծվել է բժիշկների եւ պացիենտների համատեղ սիմբիոզի արդյունքում եւ նրանք փորձում են խոցելի այս խմբերին օգնել աշխարհի ցանկացած վայրում եւ այս համագործակցության արդյունքում շահում են եւ հիվանդները եւ բժիշկները, քանի որ մենք փորձում ենք տրեյնինգներ անցնել, տիրապետել ամենանորագույն բուժման միջոցներին, դեղամիջոցներին, նույնիսկ նրանք հումանիտար աջակցություն են անում դեղորայքի ձևով ոչ միայն Հայաստանի հիվանդներին, այլ մի շարք երկրներ, որոնք դրա կարիքն ունեն։ Եվ բացի այդ նաև օգնում են համապատասխանել նորագույն բուժման ստանդարտներին։ Գործելակարգեր ենք մշակում, բժիշկներն են վերապատրաստվում, հիվանդներն են կրթվում, այսինքն մի շարք նորագույն ծրագրեր են, որոնք նպաստում են, որ եւ հիվանդները զարգանան եւ բժիշկները։ Արդյոք վստահ կարելի ասել, որ Հայաստանում կան նույն մոտեցումները, նույն գործելակարգերը, ինչ ամբողջ աշխարհում։ Մեր պացիենտները ստանում են նորագույն դեղորայք, նոր էրայի բուժում է կոչվում մոնոկլոնալ հակամարմիններով, 46 երեխա այսօրվա դրությամբ ստանում է այդ բուժումը։ Լաբորատոր ախտորոշումներն է շատ կարևոր, որը որ եւս լավ մակարդակի վրա է եւ փորձում ենք լիովին համապատասխանել միջազգային ստանդարտներին։ Ինչ ինֆորմացիայի, ինչ գիտելիքների եւ հմտությունների պետք է տիրապետե օրինակ հասարակությունը, հարազատները հեմոֆիլիայով մարդու, ովքեր կարող են առաջին իսկ այդ ուղղակը լինեն օգնության։ Արդյոք կան որոշակի ինֆորմացիաներ, որ դուք պետք է պարտադիր փոխանցեք հարազատներին, օրինակ արյունահոսության դեպքում կամ տրավմաների դեպքում ինչպես վարվեն։ Գիտեք, հիմնական ամենակարևոր խնդիրը, որ եթե նրանք հեմոֆիլիայով հիվանդների քույրերը ամուսնանում են եւ հղիանում են եւ երեխա են սպասում, նրանք պետք է գիտակցեն, որ կարող են գենը կրող լինել եւ կարող են նրանցից ծնված, այո, երեխան ունենա հեմոֆիլիա, այսինքն սա շատ կարևոր է, որ նրանք նախապես դրա մասին տեղյակ լինեն։ Իսկ արյունահոսությունների առումով պիտի պարզապես ուշադիր լինեն, զերծ մնան տրավմաներից, ագրեսիվ սպորտաձևերից, որպեսզի այդ մարդիկ չունենան արյունահոսություններ։ Հեմոֆիլիայի արյունահոսությունը պարզապես տևական է եւ կարող է նույնիսկ լինել սպոնտան, ինքնակամ։ Դա եւս հիվանդության ծանր ձևերին է բնորոշ։ Այո։ Նույնիսկ կարող է ազդակ պետք չլինել եւ դրա համար պրովոկացիոն որևէ գործոն չլինի եւ ինքնաբուխ արյունահոսություն դիտվի։ Ինչպես նշեցիք Բժշկուհի Խաչատրյան, փաստորեն այո, տղա երեխաների, տղամարդկանց ովքեր ունեն հեմոֆիլիա, եթե քույրը երեխա ունենա, էլի տղա, ճիշտ հասկացա, արական սեռ է, ապա հավանականությունը փոխանցման մի փոքր մեծ է։ Ինչպես պետք է վարվեն, արդյոք այստեղ կանխարգելիչ ինչ-որ մեթոդներ կան, թե զուտ ինֆորմացված լինելը, նախապես որևէ գենետիկ տեստեր են անցնում։ Կազմակերպում ենք, այո, առաջարկում ենք գենետիկ տեստավորում անցնել հասկանալու համար, կա արդյոք հեմոֆիլիայի գենի կրություն թե ոչ։ Եթե գենի կրություն չի լինում, որոշակի ձևով խաղաղվում ենք։ Իսկ եթե ունենք գենի կրություն, ապա առաջարկում է արտամարմնային բեղմնավորման եղանակով
հղիությունը պլանավորել։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ մենք ժամանակակից ստանդարտների, պրոտոկոլների մասին եւս խոսեցինք, կարծես թե կանխարգելմանը եւս անդրադարձանք, եթե վերջում դուք որևէ խորհուրդ ունեք մեր հեռուստադիտողներին, ովքեր առնչվել են հեմոֆիլիայի, խնդրեմ կարող եք ասել։ Գիտեք, ես մի խնդրանք ունեմ հանրությանն ու հասարակությանը, մենք հեմոֆիլիաների տեսակներ ունենք, որոնք դեղորայքով բուժելի չեն, այսինքն այդ հեմոֆիլիաների որոշակի տեսակները դրանց համար նախատեսված դեղորայք չկան եւ ես պարզապես կխնդրեմ, որպեսզի անհատույց դոնորությունը ակտիվացնեն Հայաստանում եւ ցանկացած արյունատվության մի դիմելիություն, մի արյունատվության, մի հիվանդի արյունահոսությունը կարող է կանգնացնել եւ մի երեխայի կյանքը կարող է փրկել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր հաղորդագրություններ հնչեցնելու համար, հարգելի հեռուստադիտողներ, ինչպես ասեց Բժշկուհի Խաչատրյանը, մի մոռացեք արյունատվության մասին, որովհետեւ դուք լինելով դոնոր կարող եք կյանքեր փրկել, իսկ ընտրության համար արդյոք դուք համապատասխանում եք թե ոչ, կարող եք դիմել օրինակ արյունաբանական կենտրոն, որտեղ կարող են ձեզ ինֆորմացնել արդյոք դուք համապատասխանում եք դոնոր լինելու բոլոր չափորոշիչներին եւ հիշեք, որ կարող եք օգնել եւ մի քանի կյանք փրկել։ Այսօրվա իմ հյուրներ Պրոֆեսոր Յոլանի անվան արյունաբանական կենտրոնի հեմոֆիլիայի եւ տրոմբոզների կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու արյունաբան եւ հեմոստազիոլոգ Հեղինե Խաչատրյանը։ Իսկ այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։ Մարդու պապիլոմավիրուսը դա մի վիրուս է, որը հարուցում է ռեպրոդուկտիվ տարիքի մարդկանց մոտ մի շարք հիվանդություններ։ Մարդու պապիլոմավիրուսի շտամները մոտ 200-ն են անջատված եւ դրանց մեջ բաժանում ենք վիրուսներ, որոնք ունենք որպես բարձր օնկոգեն վիրուսներ, օրինակ մի 15-ը, դրանցից 16-ը, 18-ը, 31-ը, 35-ը, 45 շտամը եւ այսպես շարունակ, մինչեւ 15 շտամներ համարվում են բարձր օնկոգեն։ Ու բացի այս բարձր օնկոգեններից կան մի քանիսը, որոնք հավանական օնկոգեն են համարվում եւ ցածր օնկոգենությամբ օժտված վիրուսներ եւ դրանցից բացի մնացած վիրուսները, որոնք առաջացնում են նաեւ այլ ախտահարումներ։ Պապիլոմավիրուսը ախտահարում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց եւ առաջացնում է մի որոշ շարքի հիվանդություններ։ Պապիլոմավիրուսի դրսևորումներից առանձնացնենք նրանք, որ իրանք հիմնականում մեծ մասը անցնում են անախտանիշ։ Այսինքն վարակվելուց հետո 70-ից 90%-ի մոտ հնարավոր է առաջին 1-2 տարվա ընթացքում վիրուսը ինքնուրույն էլիմինացվի օրգանիզմից եւ չխրոնիզացվի, ինքը ոչ մի դրսևորում չունենա, անախտանիշ անցնի։ Միայն մի 10%-ի մոտ, որ կարա այս վիրուսը խրոնիզացվի եւ դրսևորվի որոշակի կլինիկական դրսևորումներով կամ կարող է քրոնիկ անախտանիշ պահպանվի օրգանիզմում, հետագայում դրսևորվի նախաքաղցկեղային կամ քաղցկեղային իրավիճակներով։ Այս վիրուսը հիմնականում օնկոգեն վիրուսները ախտահարում են մեր լորձաթաղանթի անցումային զոնաներում գտնվող էպիթելը, դրանցից առանձնացնենք օրինակ արգանդի պարանոցի մասում գտնվող անցումային զոնան, բկանցքում եղող անցումային զոնան, հետանցքի շրջանում անցումային զոնա, որտեղ որ էպիթելում տեղավորվելով այս վիրուսը, իր վիրուսի ԴՆԹ-ն մեր ներէպիթելային ախտահարում է առաջացնում եւ բերում է քաղցկեղային իրավիճակների։ Մեր հիմնական կլինիկական դրսևորումներից, որ նրանք առաջացնում են քաղցկեղային, նախաքաղցկեղային վիճակներ, որոշակի շտամներ առաջացնում են նաև անոգենիտալ շրջանում գորտնոկներ, կանդիլոմաներ, այսպես ասված։ Օրինակ 6-րդ եւ 11-րդ շտամները կարող են առաջացնել անոգենիտալ շրջանում կանանց մոտ, տղամարդկանց մոտ գորտնոկներ։ Մնացած շտամները կանանց մոտ օրինակ առաջացում արգանդի պարանոցի քաղցկեղ եւ ապացուցված է, որ քաղցկեղների 85-ից 90%-ի մոտ արգանդի պարանոցի հայտնաբերվել է պապիլովիրուսի օնկոգեն բարձր օնկոգեն շտամները։ Եւ այս շտամը հայտնաբերվել է ու հիմնականում մենք բուժական, սպეციფიկ բուժական ոչ մի բան HPV-ի նկատմամբ չունենք ու իր միակ քաղցկեղի բուժումը մնում է իրան ավելի շատ կանխարգելելու մեթոդը։
կանխարգել ենք քաղցկեղի առաջացումը, որ չառաջացնի քաղցկեղ։ Որոշակի արդեն քաղցկեղի փուլում կամ նախաքաղցկեղային շրջանում առաջարկվում է բուժման տակտիկաներ, որոնց մի մասը արդեն ինվազիվ մեթոդներ են, դեղորայքային բուժում սպეციფიկ չկա։ Ինվազիվ մեթոդների մեջ կիրառվում են տարբեր մեթոդներ, վիրահատական մեթոդներ, կրիոթերապիան կամ այրում են ախտահարված զոնան։ HPV-ով վիրուսով պայմանավորված մեր ախտանիշները կարող են իրանք առաջացնել տարբեր տեղամասերի քաղցկեղներ։ Այս քաղցկեղներից առանձնացնենք բկանցքի քաղցկեղը, բրոնխների քաղցկեղը, հետանցքի շրջանի քաղցկեղը, արգանդի պարանոցի քաղցկեղը, իսկ տղամարդկանց մոտ արդեն կարող է դրսևորվել անդամի գլխիկի քաղցկեղ, նորից տարբեր տեղամասերի քաղցկեղներով։ Բացի քաղցկեղներից կարող ենք ունենալ նաև անոգենիտալ շրջանի կորտնոկներ, որոնք ախտահարում են մաշկային էպիթելը եւ առաջացնում են կորտնոկավոր կամ կոնդիլոմաներ։ Շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով, հիշեցնեմ, որ այս հատվածի մեր գործընկերն է Տոնուս Լես դեղագործական ընկերությունը, որը հայաստանյան շուկայում գործում է շուրջ 25 տարի։ Տոնուս Լեսը հայտնի է վիտամինների արտադրությամբ եւ դեղորայքի ներկրմամբ։ Ընկերությունն ունի մոտ 90 դեղատուն Հայաստանի ողջ տարածքով։ Տոնուս Լես առողջության եւ կենսունակության գրավական։ Մեր նախորդ հաղորդումների ընթացքում խոսել ենք մանկական սկրինինգային տեստերի կարևորության մասին, այսօր մեր հյուրի հետ կքննարկենք նաև առանձին խմբերում եւ անհրաժեշտ սկրինինգ տեստերին մի փոքր ավելի մանրամասնորեն կանդրադառնանք եւ այսօրվա իմ հյուրն է Wigmore ընտանիքի առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն մանկաբույժ Լիլիթ Մարությանը։ Ողջույն բժիշկ Մարության, շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալելու համար։ Այսօր խոսենք մանկական հասակում կատարվող սկրինինգ տեստերի անհրաժեշտ հետազոտությունների, որը ինչպես նախկինում նշել ենք, շատ կարևոր է առանց գանգատի եւ առանց որևէ ահազանգի դիմել եւ ստուգվել պարբերաբար։ Եկեք խոսենք, որ օրգան համակարգերն են, ինչպես են իրականացվում այս ստուգումները եւ արդյոք ծնողները այդ մասին իրազեկվում են։ Նախորդ անգամ իրոք շեշտեցինք, որ այս սկրինինգային հետազոտությունների համար շատ մեծ որևէ գործողություններ կամ գործիքային լաբորատոր հետազոտությունների կարիք չկա։ Երևի բոլոր ծնողները նկատել են, որ մանկաբույժ այցելելիս պարտադիր չափում են երեխայի քաշը, հասակը, փոքրիկներին նաև գլխի շրջագիծը, էլի որոշ չափումներ են կատարում։ Իրականում սրանք շատ կարևոր են, թվում է թե ինչ են անում, բայց կան հատուկ կորագծեր, հա, միջազգային հաստատված ԱՀԿ-ի կողմից եւ այդ կորագծերի վրա կախված տղա աղջիկ նշվում են այդ ցուցանիշները եւ սրանք շատ մեծ ինֆորմացիա են տալիս բժշկին, հատկապես եթե կատարվում են ամեն այցի ժամանակ եւ դու կարող ես տեսնես այդ գիծը, թե ինչպես է երեխան աճել, որտեվ սա իրոք շատ կարևոր ինֆորմացիա է, որովհետեւ կախված այդ շեղումներից բժիշկը կարող է արդեն եզրակացնել, թե ինչ ավել լրացուցիչ հետազոտություններ կա։ Օրինակ սրանով մենք կարող ենք հայտնաբերել շատ վաղ փուլերում երեխայի հակվածությունը կամ ավելցուկային քաշի արդեն խնդիրը կամ արդեն ճարպակալումը կամ հակառակը անբավարար քաշը կամ հասակի խնդիրները, ցածրահասակությունը կամ բարձրահասակությունը եւ այս ամեն մի կետ շատ կարևոր է, որովհետև թվում է, թե մի փոքր ավել պակաս, բայց սա կարող է շատ ավելի լուրջ խնդիրների առաջին նշաններից լինել, հա, կան տենց հիվանդություններ, որ հենց առաջինը հենց տեղամասային ոնց որ մանկաբույժն է նկատում, որ խնդիր կա օրինակ աճի եւ սա հենց առաջին նշաններն է այդ հիվանդության, դրա համար է շատ կարևոր այդ ռեգուլյար ստուգումները, պարբերական, որպեսզի բաց չթողես որևէ նման մի բան։ Ճիշտ է, եւ ձեր ասած այդ կորին հետևելը, որպեսզի համոզվենք, որ որոշակի աճ տեղաշարժ բնականon ինչպես պետք է լինի կա։ Համաձայնեք, որ միշտ չէ, որ սա միայն հիվանդությունների վերաբերյալ է, անհրաժեշտ լինում է, որ օրինակ երեխան վատ է սնվում կամ միգուցե աճի հապաղում է, բայց դեռ պետք չի անհանգստանալ։ Արդյոք լինում են դեպքեր, երբ դուք նկատում եք այդ հապաղումը լինի աճի կամ քաշի ավելցուկը կամ պակասը եւ ուղղակի տրվում են խորհուրդներ վարքագծային, ես այս հարցը միշտ եմ տալիս, որովհետեւ շատ կարեւորում եմ հենց վարքագիծը, սովորությունների վերանայումը, ապրելակերպը մանկական տարիքից։ Արդյոք լինում է, որ միայն այդ խորհուրդներով տեսնում եք, որ արդեն միտում կա եւ որոշակի փոփոխություններ ու տեղաշարժ է լինում։
Հա, ինչպես ճիշտ նշեցիք, անպայման չի, որ սա լինի հիվանդության որևէ սկիզբ, օրինակ շատ կան բարորակ ընտանեկան վիճակներ, օրինակ ընտանեկան կարճահասակություն հասկացություն կա, որը նորմայի տարբերակ է եւ այո, սա էլ է շատ կարեւոր ճիշտ ախտորոշել, որպեսզի ավելորդ անգամ երեխային չուղարկել որևէ հետազոտության, ծնողի անհանգստությունը չավելացնել։ Նույնը կարելի է ասել օրինակ գլխի չափերի հետ կապված, հա, նույնպես կան այստեղ ընտանեկան բարորակ բացարձակ որևէ այլ հետազոտություն չպահանջող վիճակներ եւ այո, բժշկի հմտությունն է սա հայտնաբերել, ծնողին բացատրել, բայց եւ շարունակել իհարկե հսկել։ Սա իրոք շատ կարեւոր է։ Կամ որ ժամանակն է վերանայել օրինակ սննդային սովորությունները, որտեղ այդ վարքագիծը եւս դա ճիշտ հուշեցիք, որովհետեւ այս այցերի ժամանակ ոչ միայն սկրինինգներն են արվում, այսպես կոչված առողջ այցերի, այլ նաեւ միշտ գրեթե քննարկվում է սննդակարգը, այսինքն տարիքին համապատասխան է, արդյոք կան սննդային ավելորդություններ, հատկապես մեր դարում, որ իրենք շատ հասանելի են երեխաներին։ Սա շատ կարևոր է հենց բժշկի հետ քննարկել, որտեղ շատ անգամ բժիշկը կարող է բժշկի խոսքը երեխայի համար կարող է ավելի ազդեցիկ լինել։ Բացի դրանից նաև անպայման քննարկվում են օրինակ անվտանգության խնդիրները, հա, որովհետև թվում է թե ինչի մասին խոսես, բայց շատ կարևոր է սկսած երեխան ոնց է քնում, որտեղ է քնում, որ դիրքով է քնում, սրանք բոլորը հարցեր են, որ ծնված օրվանից մանկաբույժները միշտ այո, ոչ միայն քնի, տարբեր ասպեկտներով անվտանգությունը միշտ պետք է քննարկել։ Ինչ կարելի է երեխայի մոտ անել, ինչ չի կարելի, ծխելը, մեքենայով երթևեկելը, շատ հարցեր կա, որ թվում է թե շատ մանր եւ կենցաղային բաներ են, բայց սրա մասին պետք է խոսալ, որտեղ ոչ բոլոր ծնողներն են նույն կերպ պատկերացնում եւ վարվում տանը եւ եթե արդեն խնդիր է լինում, այո, ծնողը կարող ասի, բա ինչի իմ հետ չէի քննարկել, իրոք սա շատ կարևոր է։ Այ տեսեք մտորելու առիթ եք տալիս, կարծում եմ մեր հեռուստադիտողներին եւս, ինձ եւս, որ սա մի ամբողջ այդ մշակույթ ընտանեկան եւս կարող է փոխել, որ նույնիսկ ծնողը իր օրինակով սկսի վերանայել որոշ սովորություններ։ Խոսենք նաեւ, եթե կան արդյոք նման ստուգումներ, ես իմ փորձից որպես մայրիկ նկատել եմ, որ կան որոշակի տարիքում նաեւ օրինակ լսողության, տեսողության, չնայած որ չենք բողոքել, բայց եղել են օրինակ դեպքեր, երբ երեխան կարծես թե չի բողոքել տեսողությունից, պարզվել է, որ կարճատեսություն ունի եւ ժամանակին պետք է շտկել ակնոցով, որովհետեւ իրենք մեծանում են, հասակը փոխվում է, տեսողությունը կարող է վատանալ եւ նման փոքրիկ նյուանսներ։ Խնդրեմ նաեւ խոսենք այդ մասին, լսողության, տեսողության տեստերի մասին։ Իրականում լսողությունը հենց սկսում է ծնված ժամանակից, հենց մենք նորացնային շրջանում ծննդատները իրականացնում են արդեն շատ վաղուց Հայաստանում այդ սկրինինգը եւ դա շատ կարեւոր է, որտեւ եթե ունենք այդտեղ խնդիր եւ հանկարծ չշտկենք ժամանակին չմիջամտենք, երեխայի ամբողջ զարգացումը արդեն այլ կերպ է գնալու եւ խոսքը եւ մնացած սոցիալական զարգացումը եւ այլն եւ նույնը տեսողությունն է, սրանք մի բաներ են, որ երեխան չի գանգատվում, ինչպես նշեցիք, հիմնականում երեխան ինչ որ մի այլ բաներից է պարզվում եւ դրա համար հենց պետք է առանց գանգատի այսպես կոչված սկրինինգային ստուգումները ամեն տարիք ունի իր միջոցները, հա, ստուգելու։ Փոքր ժամանակ դրանք բժշկի կողմից իրականացվող սովորական օֆթալմասկոպ է կոչվում, բոլոր բժիշկները ունեն, այսպես կոչված կարմիր եւ լուսային ռեֆլեքսներն են։ Հետո արդեն գալիս են այլ տեստեր, բաց-փակ տեստը, քողարկված շլության հայտնաբերման, հետո արդեն տեսողության ստուգումն է գալիս ավելի մեծ տարիքում դպրոցից առաջ։ Մի խոսքով կան տարիքներ, որ բոլորը դա գիտեն եւ պարտադիր այո նաեւ լսողությունը եւ տեսողությունը պետք է ստուգվի։ Բժշկմարության եւս մեկ հարց, շատ հաճախ որևէ նյարդամկանային հիվանդությունների կամ հոգեսոցիալական գնահատման կարիք է լինում, երբ մանկաբույժը նույնիսկ կարող է իր ուղղակում, այսպես ասած, չկողմնորոշվել, ավելի նեղ մասնագետի ուղղորդել, ծնողը ժամանակին չճանաչի, որ այս կամ այն խնդիրը կա, խնդրեմ ինչպես է գնահատվում այս երկու իրավիճակների խնդիրները։ Այո, մինչև 6 տարեկան բոլոր այդ առողջ այցերի ժամանակ մանկաբույժները ունեն հատուկ հարցաթերթիկներ, հարցաշար, որը ուղղում են ծնողներին, այսինքն սրանք էլեմենտար պարզ հարցեր են, արդյոք բալիկը սա անում է, նա անում է, իսկ սենց ոնց է անում, իսկ նենց ինչպես է, չգիտեմ, շրջվում, հայացքը եւ այլն, սրանք պարզ հարցեր են, որոնք ի դեպ ծնողները շատ սիրում են այս հարցերը, որովհետեւ իրանց բալիկի մասին է, լավ կողմերը, նվաճումներն է, եւ ու սա շատ կարեւոր հարցեր են, թվում է թե
էլի պրիմիտիվ են, բայց շատ զարգացման, այսպես ասած, չափորոշիչներ են։ Այո, չափորոշիչներ են եւ կան արդեն, կրիտերիաներ կա, թե ինչպես գնահատել եւ եթե հստակ այդ կրիտերիաներին հետևում ես, իրականում շատ վաղ փուլում կարելի է հասկանալ, որ այստեղ խնդիր կա այս մի ոլորտում եւ ժամանակին, երբ որ ուղղորդես, շատ խնդիրներ, որը կարող է լինի, չի լինի կամ ավելի թեթև կզարգանան ու մենք ունենք, ինչպես ասեցի, մինչև 6 տարեկան բոլոր առողջայցերի ժամանակ այդ հարցաշարը եւ բացի դրանից 1.5-18 ամսականում կամ 1.5 տարեկանում արդեն իսկ ներդրվել է աուտիստիկ սպեկտրի խանգարումների սկրինինգը, որը նույնպես կատարվում է հարցաշարի միջոցով, որին պատասխանում է ծնողը եւ ելի շատ ինֆորմատիվ է եւ թույլ է տալիս ժամանակին խնդիրը կասկածել գոնե եւ թեկուզ մի փոքր կասկածի դեպքում այո պետք է ուղղորդել արդեն մասնագիտացված Շատ լավ։ Կան արդյոք տեստեր, որոնք ամբողջ աշխարհում ընդունված են, սակայն այստեղ դեռ կամ նոր են զարգացում, նոր են ներդրվում։ Իհարկե Հայաստանում շատ բաներ արվում է եւ բավականին լավ մակարդակի է արվում առաջնային օղակում, սակայն այո, իհարկե կան տեստեր, որոնք ես անձամբ շատ կուզենայի, որ Հայաստանում արվեր, դրանցից են օրինակ մայրական հետծննդաբերական դեպրեսիայի տեստը, ամբողջ աշխարհում այդ նորացնի այցերի ժամանակ պարտադիր նաև մամայի, որովհետև մայրը երեխան շատ սերտ կապված են եւ դժվար է այո չնկատել նաև մամայի խնդիրները, որովհետև շատ անգամ իրենք փոխկապակցված են եւ սա խնդիր է, որը դեռ Հայաստանում ոչ բարձրաձայնվում է, տենց շատ լայնորեն ոչ էլ սկրինինգ է։ Այո, ոչ է սկրինինգ է իրականացվում, բայց իմ կարծիքով շատ կարեւոր է։ Մյուսը, որը էլի շատ կարևորում եմ, դա կապարի քրոնիկ տունավորման սկրինինգն է, որը էլի օրինակ ԱՄՆ-ում պարտադիր 1 տարեկանում բոլոր երեխաներին կատարվում է այդ կապարային տունավորման սկրինինգը, որը սովորական արյան տեստ է մատից իրենց ներկայացնում, սակայն բավական մեծ ինֆորմացիա է տալիս։ Ճիշտ է, անվտանգության խորհուրդներում միշտ ծնողներին այդ խորհուրդները տրվում են, թե ինչպես խուսափել դրանից, բայց ամեն դեպքում հաշվի առնելով Հայաստանի որոշ ռիսկեր բժիշկները գոնե հասկանում են, որ շատ հնարավոր է Հայաստանում սա նույնպես խնդիր լինի եւ երրորդ բանը, որ էլի իմ համար շատ ակտուալ է եւ շատ կուզենայի, որ դա ավելի մասսայական եւ լայնորեն լիներ, դա ատամնաբուժական սկրինինգներն է, որը քանի որ չի մտնում առաջնային օղակի ծավալի մեջ, միշտ չի, որ ծնողները կամ ռեսուրս են ունենում, կամ կարևորությունն են հասկանում, բայց շատ կարևոր նույնպես մի բան է, բայց հուսով եմ լինենք լավատես, սկրինինգները կշարունակվեն զարգանալ։ Այո։ Վստահ եմ, որ դուք իրազեկելով Լիլիթ Երվանդովնա ամեն ինչ անում եք դրա համար եւ կարծում եմ յուրաքանչյուր օղակ, մասնագետ, մանկաբույժ եւ բուժ հիմնարկ մաքսիմալ անում է ամեն ինչ, որպեսզի այդ մասին խոսի եւ սա քայլերից մեկն է, որպեսզի հետագայում այդ ծրագրերը եւս ներդրվեն։ Այո, կարևորագույն մի մասն է, չնայած ոնց որ չես տեսնում երբեք կանխարգելիչ բժշկության արդյունքը հենց հիմա, հիվանդությունը այլ է։ Մի բանը ցավում էր, վատ էր, գնացիր բուժվեցիր, երջանիկ ես եւ արդյունքը միանգամից տեսար։ Երբ որ կանխարգելում ես, դրա արդյունքը ոչ ոք չի հասկանում, երբ եղավ, չեղավ, ինչի եղավ, եւ դրա համար մի տեսակ սենց շատ մի քիչ անտեսված մաս է, բայց ինչպես ասացինք, դա աշխարհում էլ նույնպես նոր թափ է առնում այդ ոլորտը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք մանկական հասակում կատարվող եւ անհրաժեշտ այն գործիքակազմի, կանխարգելիչ եւ սկրինինգ տեստերի մասին։ Այսօրվա իմ հյուրն էր Wigmore ընտանիքի առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն մանկաբույժ Լիլիթ Մարությանը։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի գործընկերն է Տոնուս լեստեղագործական ընկերությունը իր Գիպոպո մանկական սննդի ապրանքանիշով։ Գիպոպոն օգտակար սնունդ է նախատեսված ձեր փոքրիկի բնականոն աճի համար։ Գիպոպո շիլաներն ու հյուսերը պատրաստված են օգտակար հատիկաբույսերից եւ էկոլոգիապես մաքուր մրգերից եւ բանջարեղեններից։ Գիպոպո պատրաստում են փորձագետները, վստահում մայրիկները։ Իսկ այս պահին տեղափոխվենք գեղեցկության գաղտնիքների էջ։
Ողջույն, այսօր մենք գտնվում ենք Իդն բժշկական կենտրոնում, ես Քրիստինեն եմ եւ այսօր կզրուցենք շուրթունքների կոնտուրային պլաստիկայի մասին մեր դիմացանոթային վիրաբույժ Հռիփսիմե Մխոյանի հետ։ Ողջույն Հռիփսիմե, խնդրեմ ներկայացնեք ինչ է իրենից ներկայացնում շուրթունքների կոնտուրային պլաստիկան։ Այո, իհարկե։ Շուրթունքների կոնտուրային պլաստիկան էսթետիկ միջամտություն է, որի նպատակն է հանդիսանում շուրթունքների ծավալի եւ ձևի փոփոխումը, ասիմետրիայի շտկումը, տարիքային փոփոխությունների վերացումը եւ շուրթունքների խոնավացումը։ Շատ լավ, իսկ կներկայացնեք ինչ նյութերով է կատարվում պրոցեդուրան։ Միջամտությունը իրականացնելու համար օգտագործում ենք հատուկ հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլերներ, որոնք տվյալ ֆիլերին համապատասխան ժամկետներում օրգանիզմի կողմից բնական ճանապարհով ներսվում են եւ դուրս են գալիս։ Նաեւ կխնդրեմ նշեք ինչ տարիքային սահմանափակում կա տվյալ պրոցեդուրայի համար։ Պրոցեդուրան ցուցված է կատարել 18 եւ ավելի բարձր տարիք ունեցող անձանց շրջանակներում։ Շատ լավ, իմացանք, որ դեպքերում է ցուցված կատարել պրոցեդուրան, իսկ ինչ հակացություններ ունի այն։ Հակացությունները լինում են ընդհանուր եւ տեղային։ Տեղային հակացությունների դասին կարող է իհարկե դասվել շուրթունքի գոտում բորբոքային պրոցեսների առկայությունը, այլ պրեպարատի առկայությունը, ինչպես նաեւ սուր հերպեսի առկայությունը, իսկ ընդհանուր հակացությունների շրջանակում իհարկե պացիենտի ալերգիկ ֆոնը հիալուրոնաթթվի հանդեպ, ինչպես նաեւ աուտոիմուն հիվանդությունների սրացումը, համակարգային գայլախ, ռևմատոիդ արթրիտ եւ այդպիսի հիվանդություններ, պացիենտի մոտ տենդային վիճակները եւ ինչպես նաեւ սոմատիկ եւ այրան համակարգի հիվանդությունների սուր փուլերի ժամանակ։ Կներկայացնեք ընթացքը ինչպես է կատարվում, արդյոք ցավոտ է։ Պրոցեդուրան ցավոտ չի, քանի որ պրոցեդուրայից առաջ նախապես իրականացվում է ցավազրկում։ Վստահ եմ շատերին կհետաքրքրի, թե ինչքան է պահպանվում արդյունքը։ Միջինում արդյունքը պահպանվում է 1-ից 1.5 տարի։ Իսկ նշեք բուժառուի հետագա խնամքը պրոցեդուրայից հետո։ Խորհուրդ է տրվում, որպեսզի պրոցեդուրայից հետո բուժառուն 3 օր չօգտագործի անտիբիոտիկներ, արյան մակարդելությունը իջեցնող պրեպարատներ, ինչպես նաև սեդատիվ պրեպարատներ, հետագա խնամքի մեջ նաև շատ կարևորվում է առատ քանակությամբ ջրի օգտագործումը, խուսափել տաք ըմպելիքների օգտագործումից եւ ինչպես նաև ատամնաբուժին այցելելուց մոտավորապես առաջիկա 10 օրերի ընթացքում։ Կարևորում եմ նաև նշել, որ խորհուրդ չի տրվում օգտագործել առաջիկա 7 օրերի ընթացքում ոգելից խմիչքներ, ինչպես նաև զբաղվել սպորտով առաջիկա 7 օրերի ընթացքում։ Այժմ ձեզ կթողնեմ բժշկուհի Հռիփսիմեի հետ, որպեսզի ծանոթանաք պրոցեդուրայի ընթացքին։ Հիշեցնեմ, որ գտնվում ենք Իդն բժշկական կենտրոնում, ձեզ հետ Քրիստինե Մկրտչյանն էր։ Հաջողություն։ Այև պարզեցինք ինչ է իրենից ներկայացնում շուրթունքների կոնտուրային պլաստիկան եւ ինչ արդյունքներ կարելի է ակնկալել այս մեթոդից։ Այս պահին եկեք տեղափոխվենք հաջորդ գործընկերոջ իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոն։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին գտնվում ենք մեր գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում։ Այսօր խոսելու ենք ատամների եւ լնդերի հիվանդությունների մասին։ Մեր զրուցակիցը այսօր ընդհանուր բժիշկ ստոմատոլոգ Գոռ Գինեցյանն է։ Ողջույն բժիշկ Գինեցյան։ Բարև ձեզ։ Որոշեցինք խոսել ատամների եւ լնդերի հիվանդություններից։ Կասեք, որոնք են ամենատարածված հիվանդությունները։
Ադամների ամենատարածված հիվանդություններից է կարիեսը, ինչպես նաև պուլպիտը եւ պերիոդոնտիտը։ Պուլպիտը ասելով հասկանում ենք, այսինքն ադամի նյարդի բորբոքում, իսկ պերիոդոնտիտը շուրջ արմատային հյուսվածքի բորբոքում։ Ու այս թվարկված 3 հիվանդությունները կապ ունեն, անմիջական կապ ունեն իրար հետ, այսինքն կարիեսի վաղաժամ չհայտնաբերելու չբուժելու դեպքում այն կարող է վերածվել պուլպիտի, այսինքն ադամի նյարդի բորբոքման, իսկ դա էլ անտեսելու դեպքում այն կարող է տարածվել արդեն դեպի շուրջ արմատային հյուսվածք։ Փաստորեն տարբեր էտապներ են ուղղակի, կախված նրանից ինչքանով է բուժառուն դիմացել եւ չի դիմել։ Ինձ ուղղակի շատ հետաքրքրեց ինչպես են այդ ցավերին դիմանում, միթե ցավով չի ուղեկցում եւ չի ստիպում իրենց ժամանակին դիմել բժշկի։ Երբեմն պացիենտները նույնիսկ անտեսում են այդ ցավը, խմելով ցավազրկողներ, փորձելով դիմանալով կամ ժամանակ չհատկացնելով իրենց առողջությանը եւ ի վերջո դա հանգեցնում է արդեն իսկ ավելի լուրջ խնդիրների։ Այո, մենք լավ տեղեկացված ենք, որ իմպլանտում կենտրոնը բավական հագեցած է եւ նորագույն տեխնոլոգիաներ է կիրառում։ Խնդրեմ պատմեք, ինչ տեխնոլոգիաներ եք դուք կիրառում այս հիվանդությունների բուժման ժամանակ։ Այո, դուք ճիշտ եք, մեր կլինիկան հագեցած է բոլոր ժամանակակից սարքավորումներով, օրինակ այդ սարքավորումներից կարող եմ նշել օպերացիոն միկրոսկոպը, որի միջոցով հնարավոր է վաղաժամ հայտնաբերել կարիեսի առկայությունը եւ կանխել հետագա բարդությունները։ Ախտորոշման համար մենք օգտագործում ենք ի սկզբանե ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ կարողանում ենք տեսնել ռենտգեն պատկերի վրա կարիեսի առկայությունը կամ բացակայությունը, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ նոր սկսվող կարիեսը կարող է ռենտգենով չախտորոշվել, այդ իսկ պարագայում օգտագործում ենք դիմում ենք օպերացիոն միկրոսկոպի օգնությանը, որի միջոցով խոշորացման տակ մենք կարող ենք վաղաժամ հայտնաբերել կարիեսի առկայությունը եւ տալ համապատասխան լուծում։ Իսկ որոնք են լնդերի ամենատարածված հիվանդությունները։ Ամենատարածված հիվանդությունը դա լնդաբորբն է, գինգիվիտը, որի պատճառը կարող է հանդիսանալ ընդհուպ մինչև վնասագար սովորությունից, մինչև դեռահաս տարիքը եւ հղիությունը, որի ժամանակ հորմոնալ փոփոխությունների վրա կարող է առաջանալ լնդաբորբ։ Բուժման process-ը եթե կարելի է մի քանի քայլեր, ինչքան երկարատև է դա, արդյոք կրկնվելու հակում ունեն թե ոչ այս հիվանդությունները։ Նախ առաջին դեպքում պետք է հասկանանք ինչի հետևանքով է առաջացել մեր մոտ լնդաբորբը, օրինակ եթե լնդաբորբը առաջացել է ադամնաքարերի ու փարի առկայության դեպքում, տվյալ պարագայում մենք պետք է իրականացնենք մասնագիտական հիգիենա, հեռացնելով պատճառային կորձոն, այսինքն ադամնաքարը եւ ադամնափարը։ Պատճառային կորձոնը վերացնելու դեպքում մենք նպաստում ենք արդեն process-ի լավացմանը։ Ու ինչ վերաբերվում է կրկնությանը, այո, նա կարող է կրկնվել անպարագայում, եթե պացիենտը չհետևի թե իր անհատական, թե մասնագիտական հիգիենային, քարերի առկայության դեպքում նորից կարող է կրկնվել լնդաբորբը։ Փաստորեն կարելի է ենթադրել, որ հիմնականում բուժման process-ը ուղիղ կապ ունի առաջացնող պատճառի հետ։ Այո, հիմնականում պետք է վերացնել պատճառային կորձոնը։ Բժիշկ Գինեցյան, ինչպես նշեցի, կարևոր է նաև վնասակար սովորությունների առկայությունը։ Հետաքրքիր է արդյոք սննդային որոշ սովորություններ կան, որոնք եւս կարող են նպաստել լնդային հիվանդությունների առաջացմանը։ Վնասակար կորձոններից օրինակ կարող եմ նշել ծխախոտի օգտագործումը, ինչպես նաև սուրճի, թեյի չարաշահումը, որը կարող է նպաստել արդեն իսկ ադամնափարի առաջացմանը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել լնդաբորբի։ Եվ ամփոփելով թեման, եթե կարելի է նշեք, որոնք են հիմնականում թույլ տրվող սխալները բուժառուների կողմից եւ ընդհանուր ինչ խորհուրդներ կտաք ատամների եւ լնդերի հիվանդություններից խուսափելու համար։ Ամենակարևոր խորհուրդը, որ ես կարող եմ տալ, դա խուսափել վնասակար սննդի օգտագործումից, օրինակ ածխաջրերից, քաղցրավենիքներից, գազավորված ըմպելիքներից, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար։ Իսկ ընդհանուր ինչ սխալներ են թույլ տալիս, որոնք նպաստում են օրինակ այս հիվանդությունների հաճախ հանդիպմանը։ Դա անհատական հիգիենային չհետևելը կամ իրականացնում են անհատական հիգիենա ոչ պատշաճ ձևով։ Այսինքն ադամները պետք է լվանալ օրական 2 անգամ, օգտագործել միջադամնային խոզանակներ, ադամնաթելեր, ինչպես նաև իրիգատոր։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք ընդհանուր բժիշկ-ստոմատոլոգ Գոր Գինեցյանի հետ եւ պարզեցինք ինչպիսի տարածված լնդերի եւ ատամների հիվանդություններ կան, ինչպես են բուժվում եւ լսեցինք ընդհանուր խորհուրդներ, ինչպես կանխարգելել այս հիվանդությունները։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը։ Մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեր հաղորդումները կարող եք դիտել YouTube-յան ալիքում։ Գլխավոր թեմայի շրջանակներում այսօր խոսեցինք հեմոֆիլիայի իրազեկման մասին, խոսեցինք հիվանդության ընդհանուր ախտանշանների եւ բժշկական նորագույն մոտեցումների մասին։ Հաջորդիվ խոսեցինք մանկական տարիքում սկրինինգային հետազոտությունների եւ տարբեր տարիքային խմբերում սկրինինգ տեստերի կարեւորության մասին։
Ինչ ախտանշաններով կարող է արտահայտվել մարդու պապիլոմա վիրուսը եւ ինչպես պայքարել դրա դեմ, խոսեցինք խորհուրդ մասնագետից էջում։ Գեղեցկության գաղտնիքներ էջում պարզեցինք շրթունքների կոնտուրային պլաստիկայի գեղեցիկ արդյունքներից։ Հաջորդիվ իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում խոսեցինք ատամների եւ լնդերի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից։ Այսօր այսքանը, եղեք առողջ։